Այդրագո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 156-րդ հոդվածի եւ հիմք ընդունելով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի առաջին մասը կառավարությունը յուրաքանչյուր տարի մինչեւ մարտի 1 ազգային ժողով է ներկայացնում իր ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց։ Ըստ այդմ ներկայացվում է կառավարության ծրագրի 23 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի նախագիծը, որը կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կներկայացվի ազգային ժողով։ Զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ, ընդգծեմ, որ գործընկերների կողմից զեկույցում ներառելու նպատակով եղել են ավելի շատ առաջարկներ, բայց զեկույցի մշակման ընթացքում փորձել ենք փաստերն ու ձեռքբերումները ներառել ըստ էականության, պահպանելով նաև ծավալային համաչափությունը։ Զեկույցը ներառում է կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային եւ թվային ցուցանիշներ, որոնք ներկայացված են հետեւյալ բլոկերով. նախաբան, արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք եւ արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում։ Նշեմ, որ զեկույցում ներառված են նաև 23 թվականի Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշներ, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մի շարք վարկանիշներում Հայաստանի դիրքի վերաբերյալ տվյալներ, որոնք եւս ի ցույց են դնում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները։ Վստահ եմ, որ ազգային ժողովում զեկույցը մանրամասն ներկայացնելու եւ քննարկելու հնարավորություն կունենանք, խնդրում եմ հավանություն տալ ներկայացված նախագծին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան։ Հարգելի գործընկերներ, ավանդույթի համաձայն մենք կառավարության զեկույցը տարեկան ավելի մանրամասն քննարկում ենք խորհրդարանական ձևաչափով, այսինքն ազգային ժողովում։ Այսօր կառավարության նիստում ես ուզում եմ երկու հանգամանքի վրա մեր ուշադրությունը կենտրոնացնել։ Առաջինը, որ մենք 2021 թվականի նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7% տնտեսական աճենք ապահովելու, ինչը իհարկե շատ հավակնոտ ցուցանիշ է եւ կարող եմ ասել, որ նաեւ կարող եմ ասել, որ 2023 թվականին մեզ հաջողվել է արձանագրել 8.7% տնտեսական աճ, նաև ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականին տնտեսական աճի ցուցանիշը 12.6% էր եւ նաև եթե նախընտրական տարին էլ հաշվի առնենք, տնտեսական աճի ցուցանիշը 5.6% էր։ Եվ ըստ էության նաև 21 թվականի ցուցանիշները նույնիսկ հաշվառումով մենք միջինում ավելի քան կատարել ենք տարեկան 7% տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որը իհարկե համապարփակ ցուցանիշ է, ինչը բոլոր ոլորտների վրա առանց բացառության ունենում է կոնկրետ ազդեցություն։ Երկրորդը ես կուզենայի ընդգծել բյուջետային ցուցանիշները, որովհետև 2023 թվականին մենք ապահովել ենք 2 տրիլիոն 222 միլիարդ բյուջետային եկամուտներ, որպեսզի այս թվի բովանդակությունը առավել հասկանալի լինի, ասեմ, որ 2017 թվականի բյուջետային եկամուտների նկատմամբ այս ցուցանիշը ավել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով, այսինքն բյուջեի աճը հարկային եկամուտների մասին է խոսքը, կազմել է շուրջ 92%։ Այսինքն 2017 թվականի նկատմամբ մենք բյուջեի հարկային եկամուտները ավելացրել ենք 92%-ով, չնայած ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե մենք ենք ավելացրել, այլ հարկ վճարողներն են ավելացրել եւ ես կրկին ուզում եմ բոլոր մեր օրինապահ հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել, բայց մենք նաեւ ակնհայտ է, որ մենք ձեռք բերածով չպետք է բավարարվենք, որովհետեւ մեր երկրում ցավոք կա շարունակում է մնալ ստվերային տնտեսություն եւ
մեր մոտ նաև ստվերային տնտեսության մեջ պիտի նկատի ունենանք նաև այն դեպքերը, երբ մենք գործնականում հարկային վարչարություն չենք իրականացնում կամ էլ այն դեպքերը, երբ որ այսինքն օրենքով նախատեսված է հարկային վարչարություն, բայց դե ֆակտո դա չի իրականացվում